Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր սպասում էին Սպասիր ինձ հաղորդաշարի նոր թողարկմանը։ Եվ ոչ միայն նրանց։ Օրեցօր մեզ միանում են նոր հեռուստադիտողներ։ Գուցե հենց հիմա էկրանների առջև կան մարդիկ, որոնք այսօր առաջին անգամ են դիտելու մեր հաղորդումը։ Բայց փաստ է, որ Սպասիր ինձի մեկ թողարկումը դիտողը համալրում է մշտական հեռուստադիտողների շարքը։ Այո, մեր սիրելի հեռուստադիտողները շատ հաճախ կիսվում են մեզ հետ ու պատմում այն զգացողությունների մասին, որոնք ապրում են մեր թողարկումները դիտելիս։ Ամենից հաճախ լսում ենք, դիտում եմ Սպասիր ինձը եւ արտասվում։ Ուսա ասում են ամենատարբեր տարիքի մարդիկ երիտասարդներից մինչև տարեցներ։ Ասեմ ավելին, հաճախ նույնիսկ տղամարդիկ, որոնց աչքերին այնքան էլ հաճախ արցունք չես տեսնի, խոստովանում են, որ երբեմն չեն զսպում իրենց հույզերը։ Ու դա վատ չէ։ Իրականում հենց այդ էմոցիաներն են, որ ցույց են տալիս մեր իրական էությունը։ Ուրեմն մեր նախագիծն ինչ-որ չափով նաեւ թերապիայի տեսակ է։ Եթե հուզվում ենք, ուրեմն զուրկ չենք մարդկային հատկանիշներից, ուրեմն իրար կարեկցելու եւ իրարով ուրախանալու ունակությունը չենք կորցրել։ Մեր հաղորդման նպատակը իհարկե միայն հուզելը չէ, բայց եթե ունեք դրա կարիքը, ապա համեցեք դուք ճիշտ ժամին միացել եք մեզ։ Սպասիր ինձ նախագիծը պարբերաբար անդրադառնում է հայրենական մեծ պատերազմի հետ կապ ունեցող մարդկանց եւ շարունակելու է անդրադառնալ, քանի դեռ կան ընտանիքներ, որոնք հույսը չեն կորցնում, որ կարող են որևէ տեղեկություն գտնել տասնամյակներ առաջ պատերազմ մեկնած իրենց հարազատի մասին։ Սա շատ զգայուն թեմա է, եւ մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեզ ուղղված նամակներին, որոնց հեղինակները երազում են գոնե իմանալ, որտեղ եւ երբ է մահացել իրենց հարազատը, որտեղ է հուղարկավորված։ Վերջերս Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմից եւ փոխանցել են հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանական ճամբարներում հայտնված եւ այնտեղ էլ իրենց մահկանացուն կնքած 50 հայերի անուններ եւ տեղեկություն նրանց գերեվարվելու, մահվան եւ հուղարկավորման մասին։ Այդ ցանկը նախագահի աշխատակազմին է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի որոնողական աշխատանքներով զբաղվող հասարակական կազմակերպությունից։ Նպատակը մեր հայրենակիցների ազգականներին գտնելն է եւ արկա ինֆորմացիան նրանց փոխանցելը։ Սպասիր ինձ հաղորդաշարի խմբագրությանը հանձնարարվեց այդ պատասխանատու գործը։ Արձագանքները շատ էին։ Բոլորիս համար անսպասելի էր, որ մեր զոհված հայրենակիցների այդքան շատ ազգականներ կգտնվեն, այն էլ նման կարճ ժամանակահատվածում։ Այդ իսկ պատճառով որոշեցինք այսօր մի ամբողջ թողարկում նվիրել այս կարևոր թեմային։ Այսօր մեր տաղավար ենք հրավիրել վերոնշյալ որոնողական ջոկատի արխիվային խմբի ղեկավար Դենիս Թկաչուկին։ Բարի երեկո, Դենիս, համեցեք։ Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին ալիք, ուրախ ենք ձեզ տեսնել։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ։ Դենիս, պետք է խնդրենք, որ պատմեք ձեր որոնողական ջոկատի մասին։ Աստրախանի որոնողական ջոկատը, որի կազմում ես աշխատում եմ արդեն 10 տարի, գործունեության լայն շրջանակ ունի։ Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների վայրեր, որտեղ գտնում ենք զոհված մարտիկների մասունքները, փորձում ենք նույնականացնել նրանց։ Հաճախ դա հնարավոր է դառնում շնորհիվ գրությունների, որոնք զինվորները հենց իրենց ձեռքով են գրել։ Նաև իրականացնում ենք հայրենասիրական ակցիաներ, հավերժացնում ենք հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը եւ զբաղվում ենք արխիվային աշխատանքով։ Փորձում ենք պարզել անհետ կորածների ճակատագիրը եւ գտնել ազգականներին, որպեսզի նրանց հասցնենք իրենց նախնիների մասին տեղեկությունը։ Դենիս, այս գործում ի՞նչն է ամենաբարդը։ Ամենաբարձը զոհվածների իդենտիֆիկացումն է։ Քանի որ հաճախ մասունքների մեջ չի լինում ոչինչ, ինչը կհուշեր անունը, ազգանունը, քաղաքը, որտեղ ծնվել է զինվորը։
Մասունքների միայն 1-2% ենք կարողանում հստակ նույնականացնել, իմանալ ով է եղել այդ մարդը, քանի տարեկան էր, որտեղից է զորակոչվել։ Հարազատներին գտնելու դեպքում փոխանցում ենք մասունքները հայրենիքում հողին հանձնելու համար։ Սա երևի մեր աշխատանքի ամենաբարդ կողմն է։ Արդյոք որոնումների աշխարհագրությունը սահմանափակվում է որոշակի տեղանքով։ Հիմնականում մենք աշխատում ենք այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ՝ Կուրսկի շրջանում, Ռուսաստանի Դաշնության Կալմիկիայի Հանրապետությունում, Բրյանսկի շրջանում։ Սակայն մեզ հասնում է ինֆորմացիա նաև այլ շրջաններից, որտեղ գտնում են մեր հայրենակիցներին։ Մենք փորձում ենք ընկերական հարաբերություններ պահպանել որոնողական այլ ջոկատների հետ եւ անպայման օգնում ենք միմյանց։ Հենց խնդրում ենք պատմեք, ինչպես են ձեզ մոտ հայտնվել այդ փաստաթղթերը, որոնք տրամադրել եք մեզ, ինչ կա դրանցում եւ որքանով են դրանք կարեւոր։ 4 տարի առաջ մենք սկսեցինք պատմել մեր աշխատանքի մասին, նաև այն մասին, որ գերության մեջ հայտնվածներին լուսանկարել են։ Գերմանիայում, Լեհաստանում եւ այլ համակենտրոնացման ճամբարներում կազմված անվանակարտերի մոտ 30%-ը ոչ միայն տեղեկություն է պարունակում մարդու մասին, այլև նրա լուսանկարը։ Հաճախ այդ լուսանկարը միակն է, որ եղել է մարդու կյանքում։ Եվ այն վերջինն է, որ արվել է նրա մահից առաջ։ Մենք հասկացանք, որ դա անգին նյութ է, որը կօգնի ազգականներին ավելին իմանալ հայրենական մեծ պատերազմին մասնակցած եւ գերության մեջ մահացած իրենց նախնիների մասին։ Մենք որոշեցինք օգնել եւ մեր հայրենակիցներին եւ մերձավոր արտերկրում բնակվող մարդկանց իմանալ ճշմարտությունը, ստանալ այդ տեղեկությունը։ Այդ փաստաթղթերը պահվում էին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև Բերլինի գերմանական արխիվում։ Մենք հավաքել ենք այդ տեղեկությունը, լրացրել ենք այն սովետական փաստաթղթերում առկա նյութերով եւ ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահին։ Ինչու որոշում կայացվեց հենց այդպես պաշտոնապես դիմել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ եւ այս փաստաթղթերը փոխանցել պետական բարձր մակարդակով։ Կարծում ենք, պետք է բարեկամական հարաբերություններ պահպանել մեր մերձավոր հարևանների հետ եւ համարում ենք, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ամենաբարձր մակարդակով։ Մենք իմ ղեկավար Դայրով Իսկանդարբեկ Իսլամբեկովիչի հետ նամակ գրեցինք, որում պատմեցինք, որ մեր որոնողական ջոկատը նման տեղեկություն է մշակել, եւ մենք ուզում ենք տրամադրել այն, որպեսզի հասնի ազգականներին, որպեսզի նրանք իմանան, որտեղ են զոհվել նրանց նախնիները, ինչ տեսք են ունեցել։ Դենիս, մոտ 2 ամիս մեր եթերում հնչեցրել ենք հայրենական պատերազմին մասնակցած ու անհետ կորած հայերի անունները եւ ուրախությամբ ուզում ենք հայտնել ձեզ, որ բազմաթիվ արձագանքներ ենք ունեցել մեր հեռուստադիտողներից։ Գտնվածներից 10 հոգու տվյալները հաստատվել են։ Սա կարծում եմ լուրջ ձեռքբերում է, արձագանքողներից շատերը ոչինչ չգիտեն իրենց պապիկների, եղբայրների մասին, հայրերի մասին, ու այս տեղեկությունը իսկապես ուրախացրել է նրանց։ Շատ շնորհակալ եմ։ Մենք շատ ուրախ ենք, որ օգնեցիք մեզ գտնել զոհվածների հարազատներին եւ պատմել նրանց այս ամենը։ Այսօր սիրով ուզում եմ հանդիպել, շփվել նրանց հետ։ Գուցե որևէ նոր բան կարողանամ պատմել նրանց։ Անհավատալի է, պատերազմի ավարտից 80 տարի անց հնարավոր եղավ տեղեկություն փոխանցել ընտանիքներին։ Օրինակ, անհետ կորած Զալիբեկ Բորյանի ընտանիքին նրանց մասին պատմող տեսանյութ ունենք, եկեք դիտենք։ Առաջարկում ենք դիտել, համեցեք։ Ես Ալիսա Բոյրանն եմ, Բոյրան Զալիբեկի եղբայր աղջիկն եմ։ Զալիբեկի մասին շատ բան հայտնի չի, միայն հիշում եմ պապայիս պատմածներից, որ ինքը գնացել է պատերազմ 19 տարեկան հասակում։ Իրա ցանկությամբ ինքը մեկնել է ռազմաճակատ, մեծ հույսով որ պետք է վերադառնա եւ սովորի, շարունակի իր ուսումը բարձրագույն, բայց չի հաջողվել, չի վերադարձել։ Հայրիկս ստացել այդ թուղթը, որ ինքը արդեն անհայտ կորած է։ Հետո ուղարկել են թուղթ, որ զոհվել է։
Պապաս դիմել է իր գերեզմանը գոնե իմանալու համար, որպեսզի իմանանք որտեղ է գերեզմանը, բայց մեզ պատասխանել են, որ գերեզմանի տեղը հայտնի չի։ Զալիբեկի լուսանկարները ես երեխա ժամանակել եմ տեսել, հայրիկս ասել է, որ հորեղբայրը տա գնացել է ռազմաճակատ եւ չի վերադարձել։ Դրա համար բոլորս գիտենք, մեր բոլոր ընտանիքի անդամները, ցավոք սրտի չկան, հիմա ասենք ու եղբայր չկան, դրա համար մնացել է իմ մոտ այդ ամեն ինչը։ Այսքան տարի անց զարմացած եմ, նույնիսկ չեմ հավատում մինչև հիմա։ Երկար տարիներից հետո արդեն եթե գիտեմ գերեզմանի տեղը, իհարկե մեծ փոփանքային համար, որ այդ մարդը գերեզման ունի, անհայտ կորած չի, ինչ որ միտեղ ընկած չի, որ մարդիկ զբաղվում են այդ հարցով շատ ուրախ եմ, որ չեն մոռանում զոհվածներին, գերինգազներին։ Եվ այսպես Դենիս հետաքրքիր է, թե ինչ եք զգում, երբ տեսնում եք, որ ձեր դժվար տքնաջան աշխատանքի արդյունքը որոշակի փոփանք եւ ուրախություն է բերում անհետ կորածների ընտանիքների անդամներին։ Սիրտս ալեկոծվում է, երբ նման բարի խոսքեր եմ լսում, երբ իմանում եմ, որ մարդիկ ոչինչ չգիտեին իրենց հարազատի ճակատագրի մասին եւ որ մեր աշխատանքը զուր չէ։ Հայրենական պատերազմում սովետական ռազմագերիների թիվը մինչև օրս հայտնի չէ։ Տարբեր աղբյուրներ խոսում են 4-ից 6 միլիոն մարդկանց մասին։ Իսկ թե ինչ են ապրել նրանք գերմանական ճամբարներում, սարսափելի է պատկերացնել։ Դենիս, մենք հրավիրել ենք ձեզ Հայաստան, որպեսզի անձամբ հանձնեք փաստաթղթերը հարազատներին։ Ինչ կարևորություն ունի այս գործընթացը ձեզ համար։ Եվ ինչ տեղեկություններ են պարունակվում այս փաստաթղթերում, սա էլ եւս մեկ անգամ ընդգծենք։ Այս փաստաթղթերում կա տեղեկություն նախ այն մասին, թե որտեղ է հուղարկավորված մարդը։ Եվ այդ տեղեկության շնորհիվ մենք կարող ենք նրանց ժառանգներին հայտնել, թե ուր կարելի է գնալ։ Խոնարհվել այն մարդկանց աճյունների առջև, որոնք իրենց կյանքն են տվել մեր կյանքի, մեր հետնորդների, մեր ազատության համար։ Եթե չլինեին նրանք, ֆաշիզմը երբեք չէր կանգնեցվի։ Փաստաթղթերում կա նաև տեղեկություն այն մասին, թե որտեղ են նրանք ապրել մինչ պատերազմը, նրանց մտերիմ ազգականների անունները եւ նույնիսկ ծննդյան ստույգ ամսաթիվը։ Մեզ համար շատ կարևոր էր, որ այսօր դուք լինեք Հայաստանում, մեր տաղավարում, որպեսզի հնարավորություն ունենանք ձեր միջոցով տեղեկություններ փոխանցել ազգականներին, որոնք արձագանքել են։ Եվ այս պահին պետք է տաղավար հրավիրենք Աշոտ Շահբազյանին, Ազատ Ասլյանի քրոջ որդուն ու շարունակենք մեր զրույցը նրա հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Ողջունում ենք ձեզ մեր տաղավարում, Աշոտ, խնդրում եմ պատմեք ինչպես տեսաք մեր եթերում ցուցադրվող փաստաթղթերը եւ ինչպես ճանաչեցիք ձեր ազգականին։ Ես հաղորդումը ամերոց նայում այդ օրը հագարագի նման շուտ էի քնել, ինձ առավոտ ասեց, դա նայեցի քերու անազգանունը լրիվ համընկնում է Ասլյան Ֆիդան, Պաբին Ասլյան Լևոն Ասադուրի լրիվ հատիկ իրան նկարներն է այդ որ էլեկտրոտեխնիկական ինստիտուտ որ գրած է մեջը իր կրկերը 32 հատ էս կրկերն է իր։ Նախկինում ինչ եք լսել ձեր քերու մասին, արդյոք տեղյակ եք պատերազմում նրա անցած ուղու մասին։ Ինքը ինստիտուտից հետո 40 թվականին եկել է, հետո 41-ին իրան տարել են բանակ։ Կաունասից իրան նամակն եկել է, ասել է չգիտեմ այս նամակը կհասնի թե չէ։ Ու իր այդ սև թուղթն է եկել։ Աշոտ, բավականին շատ տեղեկություններ կան, որոնց տիրապետում է Դենիսը, որովհետև իրականացրել են որոնողական աշխատանքներ, կա ինչ-որ բան, որ կցանկանայիք նրանից անձնապես ճշտել։ Շատ։ Ուզում եմ իմանամ, որտեղ է քերին թաղված, հերոսացույցով ասեց, ես այդ քաղաքը չգտա ճիշտ ասած, որտեղ իր վերջին նամակը Կաունասից էր եկել։ Ու ասեցիք, որ բանը գերության մեջ է, չէ՞, ինքը հայտնվե ու ընդեղ էլ բահացել է։ Ինձ պետք է որ ասենք որ գերեզմանոցում է, թեկուզ Գերմանիայում որ գերեզմանոցում է թաղված, ծանոթ ունեմ, որ ասենք ընդեղից թեկուզ մի բուր հող։ Մենք էկրանին նաև տեսնում ենք այն փաստաթղթերը, որոնց հիման վրա դուք ճանաչել եք ձեր ազգականին եւ այսօր այստեղ եք եւ այս փաստաթղթերում կան տեղեկություններ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները հիմա Դենիսը կներկայացնի։
324-րդ համակենտրոնացման ճամբարն է։ Ահա, նա հուղարկավորված է ճամբարային գերեզմանատանը, ընդհանուր գերեզմանոցում։ Ինչ զգացողություններ են պատել ձեզ այն պայն, երբ հասկացել եք, որ 80 տարի առաջ ընդհատված կյանքի մասին առնվազն տեղեկություններ կունենաք հիմա։ Թեթևություն, մեծ թեթևություն, որ գիտեմ էլի։ Իսկ կան ձեր ընտանիքում մեծեր մարդիկ, ովքեր իրեն տեսել են, հիշում են։ Մաման աղոտ է հիշում իրան, աղոտ է հիշում։ Այն մյուս մորքուրները պատմում են, դե քերին էլ 10 տարվա տարբերություն է, մեծ փոքր քերից էլի, ազատից հետո մի հատ էլ քեր ունեցել ենք 2009 թվին մահացավ։ Դե շատ էր պատմում, հա, ամբողջ կյանքի ընթացքում իրանք սպասեցին այդ թեմանց։ Ուզում եմ ձեզ փոխանցել այս փաստաթղթերը։ Սա պատճեն է, բայց այստեղ նրա վերջին լուսանկարն է, որը արվել է գերության մեջ 1942 թվականին։ Ճամբարում նրան լուսանկարել են եւ գրել նրա անունն ու ազգանունը։ Շնորհակալություն, որ արձագանքեցիք։ Ձեզ եմ անչափ շնորհակալ։ Շատ շնորհակալություն ձեր հաղորդաշարին, Աստված անխափան գետեր ունենաք ու այդ սպասող մարդիկ։ Աշոտ, շնորհակալ ենք ձեր ներկայության համար։ Շնորհակալություն։ Մենք եւս մեկ հյուր ունենք տաղավարում, Զալիկո Մելքումյան, Սարիբեկ Մելքումյանի եղբոր որդին եւ նրա դուստրը Ալլա Մելքումյանը։ Համեցեք։ Բարև ձեզ, համեցեք։ Այժմ անդրադառնանք ինչպես ճանաչեցիք փաստաթղթերում ձեր ազգականին։ Ոչ միայն հայրիկիս հորեղբայրը, այլև քեռին, երկուսն էլ անհետ կորած են եղել, երկուսի անունն էլ Սարիբեկ, եւ մենք երազել ենք մի ամբողջ կյանք գտնենք նրանցից գետ մի նորություն։ Ես հիշում եմ ինչպես էր պապիկս միշտ լացում, ասում էր երեխային գնաց պատերազմ ու չգիտենք ճակատագիրը, իր եղբայրները եւս գնացել են, ինքը 17 տարեկան, եթե չեմ սխալվում, այդ տարիքում նույնիսկ կամավոր է մեկնել, ասել է ինձ ընդունեք բանակ, ես պետք է գնամ հանուն իմ հայրենիքի։ Ու այլևս երբեք նորություն չենք իմացել մենք նրանից, այսքան տարի մենք իսկապես նաեւ հորս հորեղբոր թորները մի օր անգամ չի եղել, որ մենք չմտածենք նրանց գոյության մասին ու գոնե պապիկս ասում էր իմանայի ողջ է թե մեռած։ Եվ սա մեր համար շատ կարևոր քայլ էր, նրանք մերն են եւ մեր ազատ ապրելու, կյանքը վայելելու համար են մարտնջել եւ շատ ցավում եմ, որ գերի է ընկել, շատ ցավում եմ, որ տանջանքներով է ավարտվել իր կյանքը, բայց երբ էսպես նայում եմ, իմ պապիկին շատ նման է եւ պապեմի լինելա չէ նման։ Պարոն Զալիկո, ինչ գիտեք դուք Սարիբեկի մասին, ինչ են ձեզ պատմել։ Ես ճիշտ ասած շատ բան չգիտեմ, հորս պատմելով գիտեմ, որ 24 թիվ է ինքը, ծնվել Ալդավերդու շրջանի Քարինջ գյուղում։ Ձեզ համար այս պահին ոչ միայն փաստաթղթեր ունենք, այլ նաև տեսանյութ, որը մեզ է ուղարկել սպասիրինձի կամավորներից մեկը Գերմանիայից։ Եկեք դիտենք։ Ալթենգրաբով շտալակ 11-ա։ Այս ճամբարի բանտարկյալների մոտ 80%-ը բաշխվել է այսպես կոչված կոմանդոս ճամբարների միջև, որտեղ նրանք հիմնականում աշխատում էին ռազմարտությունաբերության ոլորտում։ Բացառություն չէր նաև մեր հայրենակից 361-156 նույնականացման համարի տակ գրանցված Սարիբեկ Անդրեասի Մերքումյանը, որին ուղարկել են նախ շտալակ 11-ի C, ապա շտալակ 11-ի B զինամթերքի արտադրությունում աշխատելու։ Բայց քանի որ ճամբարային վատ պայմանները հանգեցրել էին համաճարակների, իսկ Սարիբեկ Մերքումյանը ցավոք արդեն իսկ ուներ սուր էնթերիտ, չկարողացավ խուսափել մահից։ Նա իր մահկանացուն կնքեց շտալակ ճամբար 11-ի այում եւ հուղարկավորվեց հենց Ալթենգրաբովի գերեզմանատանը։
Ցավոք, ինչպես այս ճամբարի մյուս ռազմագերիների, այնպես էլ Սարիբեկ Մերքումյանի շիրիմն այլևս չկա։ Փոխարենը նրանց հիշատակը հավերժացնում է մի նոր, եղբայրական հուշաքար։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Վիկտորիա Սմբատյանին, որը հետաքրքրվել է, գտել է եւ ինքնուրույն այսպիսի տեսանյութ է պատրաստել։ Ձեզ նման կամավոր հեռուստադիտողների շնորհիվ է մեր նախագիծը հաջողում մարդկանց մասին տեղեկություններ գտնելու կարևոր գործում։ Ինչ զգացիք դիտելով այս տեսանյութը։ Վիկտորիան հայթայթել էր լուսանկարներ, կարողացել էր համադրել պատմական տեղեկությունների հետ։ Ինչ զգացողություններ են առաջանում։ Խոր հուզմունք, ուրախություն, որովհետև սա մի մեծ քայլ է, որ մենք գիտենք արդեն, թե որտեղ է, ինչ ճակատագրի է արժանացել, նախ ասեմ, որ իմ եղբայրը կրում է հենց իր անունը, ի պատիվ նրա եւ պապայիս քեռի, որոնք անհետ կորած են, Սարիբեկ Մելքումյան, իմ եղբայրն է հարազատ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր 80 տարի անց չեն մոռացել եւ հասկացել են, որ մեր համար շատ կարեւոր է այս ամենը։ Խոր երախտիկ է խոսքս։ Ինչ Դենիս կարող եք փոխանցել փաստաթղթերը։ Տվեք, խնդրում եմ։ Մենք շատ շնորհակալ ենք։ Նաև եթե կան տեղեկությունները, որ կուզեիք ընտանիքին փոխանցել, այնինչ ձեզ հայտնի է։ Ահա նրա լուսանկարը։ Այո, նրա հիշատակը երբեք չի կորչի, քանի մենք կանք ու քանի մեր սրտերը բաբախում են։ Շնորհակալ ենք։ Ինքը չի կորել։ Ինքը կա ձեր հուշերում։ Ինքը կա ոչ միայն հուշերում, այլև այսպես էլ նայում եմ, հուզվում եմ։ Իմ հոր եղբոր պահպանել է նկարը Սարիբեկի իր շորերի մեջ մեղմասած բոլորին հպարտությամբ ցույց է տվել։ Մենք չգտանք այդ նկարը, որովհետև նա հանկարծամահ է եղել։ Այսինքն սա միակ լուսանկարն է։ Մենք այս պահին այո միակը մինչև կգտնենք մենք իր մյուս լուսանկարը ծնողների հետ արված։ Դենիս, եթե ավելացնելու բան կա, խնդրեմ։ Ցավոք սա պատճենն է, քանի որ բնօրինակը պահվում է Պաշտպանության նախարարության արխիվում։ Բայց ցանկության դեպքում ձեզ համար էլեկտրոնային պատճեն կանենք, որպեսզի լուսանկարը մի փոքր ավելի որակյալ լինի։ Եվ կկարողանաք մասնակցել անմահ գնդի շքերթին, եթե այն անցկացվում է ձեր երկրում։ Շատ լավ կլինի։ Վստահ եմ այս թղթերը շատ կարևոր տեղ կզբաղեցնեն ձեր ընտանիքներում։ Շատ։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք։ Մենք էլ ենք շնորհակալ ձեր հաղորդակցությանը։ Շնորհակալություն։ Դենիս, եւս մեկ պատմություն կա, որի մասին այսօր կուզեինք խոսել։ Էկրանին տեսնում ենք Խաչիկ Հարությունյանի փաստաթղթերը։ Նրա ընտանիքի հետ եւս հաջողվել է կապ հաստատել, դիտենք նրա ազգականներից մեկի մասնակցությամբ տեսանյութը։ Ես Լիանան եմ Ասլանյան, Խաչիկ Հարությունյանի ազգականն եմ։ Բջնիում է ապրել, Բջնիում ունեցել է կին եւ 3 աղջիկներ։ Այնտեղից գնացել է պատերազմ 41 թվին։ Այնտեղ ինքը ծանոթացել է Ռիշկովա Մարիա Նիկոլաևնայի հետ եւ ամուսնացել են, ունեցել են առաջի իրանց տղան։ Գիտեմ, որ ինքը հենց Գերմանիայում է գերի եղել, բայց կոնկրետ որտեղ, չգիտեմ, այսքան տարի անցել, շատ բաներ գնացել, մոռացվել են։ Ինչի մասին որ խոսվել է, ես դա կարող եմ ասեմ։ Խաչիկ Հարությունյանը եղել է շատ ուժեղ դուդուկահար։ Դուդուկը մինչև հիմա ունենք, պահպանում ենք, աղջիկս պահպանում շատ, պապիկիս դուդուկնա, միշտ պահում ասում, թող մնա, ոչ մեկին չեմ տա։ Գիտեք, մինչև հիմա անգամ, վերջին անգամ երևի մի 10 օր առաջ մենք բժնի էինք գնացել, բժնի եկեղեցու բակում մի տարիքով մարդ կար, այսպես ուղղակի զրույցի բռնվեցինք,
ասեցինք Խալով Խաչիկին հիշում եք, ինքը շատ լավ արձագանքեց, ասեց ոնց չենք հիշում, Խալով Խաչիկը մեծ հարգանքով էր խոսում իր մասին, ասում էր ամբողջ գյուղը ճանաչում էր ու 10 օր հետո այսպես ստացվեց, որ դուք ինձ գտաք եւ հրավիրեցիք ձեր հաղորդմանը խոսելու։ Երբեք չէի մտածի, որ այսքան տարիներ հետո ինչ որ հաղորդման մեջ նորից կլսվի Կեսրարիս անունը եւ այլն։ Կարծում եմ, որ շատ լավ նախաձեռնություն է։ Մեր նման այնքան մարդիկ կան, որ չգիտեն ինչ է եղել իրանց նախնիները, տատիկ, պապիկ, իրանց պատմությունները, շատ մարդիկ կգտնեն թե իրանց արմատները, թե անհայտ կորածները կհայտնվեն։ Ինձ դուր է գալիս այս միտքը շատ եւ ուրախալի է եւ հուզիչ։ Իսկապես շատ կարևոր քայլ է, որ եւս մեկ անգամ առիթ եղավ հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում զոհված հայերին, եւ սա մեր միասնական աշխատանքի հրաշալի արդյունքն էր, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ուրախ եմ, որ մեր եւ ձեր աշխատանքը մարդկանց սրտերում այսպիսի արձագանք գտավ։ Մենք իսկապես շատ շնորհակալ ենք այն ծավալուն աշխատանքի համար, որ ձեր թիմն իրականացնում է ու տեսնում եք, թե ինչ հույզեր են պատում մարդկանց, երբ գոնե իմանում են վերջին հանգրվանը իրենց ազգականի, ինչ որ չափով համենայնդեպս հանգստություն են ստանում, որովհետև այլևս անհայտ կորածի մասին չեն մտածում, այլ մտածում են իրական կյանքի պատմության մասին։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին եւ նախագահի օգնականներին, որոնք այս ամբողջ ընթացքում արդյունավետորեն համագործակցում էին մեզ հետ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը նկարահանումներին աջակցելու համար։ Մենք շնորհակալ ենք շատ, որ դուք ժամանակ գտաք եւ ժամանեցիք Երևան, բերեցիք ձեզ հետ փաստաթղթերի պատճենները, որոնց միջոցով կարողացանք ընտանիքներին տեղեկություններ փոխանցել, քանի որ շատ փաստաթղթեր կան, որ մեր եթերում ցուցադրվել են, հնարավոր է, որ հետագայում դրանք էլ արձագանք գտնեն եւ բնական է, որ տեղեկությունները մեր խմբագրության կողմից կփոխանցվեն համապատասխան մարդկանց։ Ձեզ մաղթում ենք բարի թռիչք եւ հաջողություն աշխատանքում։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեզ տրամադրված փաստաթղթերից եւս մի քանիսը կցուցադրենք այս պահին։ Ուշադրությամբ նայեք էկրաններին եւ գուցե հենց այս եթերում ճանաչեք ձեր ազգականին։ Մինասյան Անդրեյ Արամի, ծնված 1920 թվականին Սպիտակի շրջանում։ Մորանունը Եղսիկ Մինասյան։ Գերեվարվել է 1942 թվականի մայիսի 18-ին Կերչի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի մարտի 28-ին։ Ուղարկավորված է ճամբարային գերեզմանատանը։ Միսակյան Աշոտ Մկրտիչի, ծնված 1918 թվականին։ Մոր օրիորդական ազգանունը Մնացականյան։ Գերեվարվել է 1942 թվականի մայիսի 5-ին Խարկովի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի հունվարի 15-ին։ Ուղարկավորված է Համերշտայնի ճամբարային գերեզմանատանը։ Մնացականյան Ավերդիկ Սարիբեկի, ծնված 1922 թվականին։ Մորանունը Մնացականյան Սապար։ Գերեվարվել է 1942 թվականի հուդիսի 14-ին Ստարոբելսկի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի հունիսի 4-ին Վիցենդորֆում գտնվող գերիների համար նախատեսված լազարեթում։ Մուշեղյան Մանուկ Մարգաշի, ծնված 1918 թվականին Աշտարակի շրջանում, գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 25-ին Սմոլենսկի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի ապրիլի 5-ին։ Ուղարկավորված է Բորնեի գերեզմանատանը։ Նազարյան Նազար Գալուստի, ծնված 1918 թվականին, բնակվել է Ստեփանավան քաղաքում։ Մոր օրիորդական ազգանունը Մանուկյան։ Անհետ կորած է համարվել 1941 թվականի հունիսի 29-ից։ Գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 20-ին Էստոնիայում կամ Լատվիայում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի ապրիլի 11-ին։ Ուղարկավորված է Հեմեր Հյոնքլիքսեր գերեզմանատանը։
Նովիկով Նիկոլայ Յակովի, ծնված 1922 թվականի ապրիլի 2-ին Սևանի շրջանում։ Մոր անունը Նովիկովա Մարիա Պավելի։ Անհետ կորած է համարվել 1941 թվականի նոյեմբերից։ Գերեվարվել է 1941 թվականի հոկտեմբերի 7-ին։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի հոկտեմբերի 11-ին Զանդբոստելի լազարեթում։ Ուղարկավորված է ճամբարային գերեզմանատանը։ Հովանիսյան Սարու Մելքումի, ծնված 1922 թվականին Ստեփանավանի շրջանում։ Մոր օրիորդական ազգանունը Օստապյան։ Գերեվարվել է 1942 թվականի սեպտեմբերի 19-ին Պրոխլատնոյե Ավանի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի մայիսի 2-ին։ Ուղարկավորված է ճամբարային գերեզմանատան եղբայրական գերեզմանոցում։ Հովանիսյան Սուրիկ Մուշեղի, ծնված 1923 թվականին հոկտեմբերյանի շրջանում։ Մոր անունը Հովանիսյան Աստրիդ Մովսեսի։ Գերեվարվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին Մոզդոկ քաղաքի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի օգոստոսի 27-ին։ Ուղարկավորված է Նոյբրանտենբուրգ ճամբարի գերեզմանատանը։ Եթե ճանաչեցիք որևէ մեկին կամ ցուցադրված մարդկանցից որևէ մեկի անունը ու ազգանունը ձեզ ծանոթ թվացին, կապ հաստատեք մեր խմբագրության հետ։ Հեռախոսահամարը այժմ տեսնում եք ձեր էկրաններին։ Հիշել ժողովրդի սխրագործությունների մասին նշանակում է հարգել յուրաքանչյուր զինվորի հիշատակը։ Երբեք չմոռանալ նրանց, ովքեր նվիրել են մեզ հաղթանակ իրենց կյանքի գնով։ Այդ հիշատակը վարպահելը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է, այն սերունդներին փոխանցելը մեր սուրբ պարտականությունը։ Իսկ մենք հետագա թողարկումներում եւս կշարունակենք անդրադառնալ հայրենական մեծ պատերազմի թեմային։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։